Բայմացարի եթերում էքսպերտ հաղորդումն է բարև ձեզ։ Իմ զրուցակիցն է հինդի լեզվի թարգմանիչ, ուսուցիչ Գայանե Նաջարյանը։ Շնորհակալ եմ Գայանե հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գայանե, ինչպես սկսվեց ձեր հետաքրքրությունը հնդկերենի նկատմամբ եւ ո՞րն էր այն առաջին կայծը, որը ձեզ մղեց ուսումնասիրելու այդ հնագույն մշակույթը։ Ես շատ պատահաբար ծանոթացա հնդկական մշակույթին եւ դա փոխեց իմ կյանքը։ Բոլորի նման ինձ մոտ հետաքրքրություն առաջացրեցին բոլիվիդյան ֆիլմերը, սակայն այնտեղ ինձ գրավեցին ոչ միայն հնդկական երաժշտությունը, երգը, այլ նաեւ մարդկային արժեքները եւ խորը փիլիսոփայությունը։ Ես սկսեցի ուսումնասիրել հնդկական մշակույթը հնդկական գրականության եւ հնդկական փիլիսոփայության մեջ։ Այդ ճանապարհին ես հասկացա, որ Հնդկաստանը եւ նրա մշակույթը ել ավելի լավ ճանաչելու համար կարեւոր է իմանալ հինդի լեզուն, որը կլինի լավագույն հիմքը։ Որտեղ եք սովորել հինդի լեզու։ Ես սովորել եմ Երևանի հումանիտար ինստիտուտում, որն այսօր չի գործում, եւ շարունակել եմ Հնդկաստանի Ագրա քաղաքում կենտրոնական հինդի ինստիտուտում։ Այնտեղ հենց Հնդկաստանում ուսումնառության մասին կխնդրեի պատմեիք մի փոքր, ինչպիսի փորձառություն ձեռք բերեցիք այդ տարիներին։ Ուսումնական տարին ընդամենը 9 ամիս էր եւ ես այնտեղ սովորեցի ել ավելի լավ հասկանալ Հնդկաստանը, հնդիկ ժողովրդին, նրանց մշակույթը, ինչպես նաեւ լեզուն արդեն ոչ միայն գրական լեզուն սկսեցի ուսումնասիրել, այլև խոսակցականը սկսեցի հասկանալ։ Այսինքն առօրյա խոսակցականը տարբերվում է գրական խոսքից։ Բնականաբար։ Դժվար հասկանալի է առօրյան իրենց թե։ Այո, բավականին տարբերվում է եւ այսօր էլ կարող է հանդիպեն բառեր առօրյական, որոնք ինձ անծանոթ են եւ գրական բառերին ավելի լավ եմ տիրապետում։ Իսկ Հայաստանում որտեղ են սովորում, կան պետական հաստատություններ, որտեղ այսօր դասավանդում են հինդի լեզուն։ Ցավոք այսօր պետական հաստատություններում չեն դասավանդում հինդի լեզուն, մինչև 2017 թվականը կարծեմ Երևանի պետական համալսարանում դասավանդվել է, սակայն այսօր ֆակուլտետը փակ է եւ Սլավոնական համալսարանում եւս դասավանդվել է մինչև նախորդ տարի։ Իսկ ի՞նչն է պատճառը եղել, որ փակվել է, հետաքրքրությունը պահանջարկ ուսանողների չկար թե։ Կարծում եմ ներկայումս ուսանողները ավելի հետաքրքրված են մասնավոր կենտրոններում հինդին ուսումնասիրելով։ Իսկ ովքեր են այսօր Հայաստանում հետաքրքրված հինդի լեզվով կամ հնդկերենով եւ ինչն է նրանց գրավում ուսումնասիրելու այդ լեզուն։ Հինդի լեզուն ուսումնասիրողների տարիքային սահմանափակում չկա, տարբեր տարիքային խմբերից են, թեև լեզուն ընտրում են հիմնականում երիտասարդները, սակայն հասուն տարիքի ներկայացուցիչները եւս հետաքրքրություն են ցուցաբերում հինդի լեզուն ուսումնասիրելու մեջ։ Հաճախ հինդին սովորելու մղումները տարբեր են լինում, շատերը սովորում են հենց բոլիվիդյան ֆիլմերի ազդեցությամբ, ոմանք փիլիսոփայությունը ուսումնասիրելու նպատակով են ուսումնասիրում հինդի լեզուն, նաեւ նրանք, ովքեր հետաքրքրված են յոգայով, ինչպես նաեւ աշխատանքի հնարավորությունների ընդլայնման համար եւս ուսումնասիրում են հինդին եւ անձնական նպատակներով եւս։ Որն է հայալեզու լսարանի համար ամենադժվար հաղթահարելի արգելքը հնդկերեն սովորելիս։ Լեզուն, քերականությունը, հնչյունաբանությունը։ Սկզբում հնդկական գիրը դժվար է թվում։ Հնդկական գիրը դևնագրի է կոչվում, այն դժվար է թվում այն առումով, որ դևնագրիում շատ կան տառեր միանման եւ հիշելը դժվար է լինում։ Սակայն ժամանակի ընթացքում աշակերտները եւ ուսանողները սկսում են ավելի հեշտ յուրացնել եւ չեն շփոթում։ Հնչյունաբանության հետ կապված խնդիրները առաջանում են այն պատճառով, որ դևնագրիում կան կրկնակի եւ եռակի հնչյուններով տառեր, որոնք դժվար է արտասանել հայ ուսանողի եւ աշակերտի համար։ Սակայն պարբերաբար արտասանելիս, այդ հնչյունները արտասանելիս, այդ խնդիրը եւս հարթվում է։ Իսկ քերականական խնդիրները, որոնք առաջանում են, հիմնականում հաղթահարելի են այն պատճառով, որ հայերեն եւ հինդի քերականական կառուցվածքը հաճախ նման է լինում։ Դա պայմանավորված է նրանով, որ երկուսն էլ հնդեվրոպական ընտանիքի լեզվաընտանիքի մաս են։
Այո, եւ հայերենը եւ հինդի լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի անդամներ են, անկախ նրանից, որ հայերենը առանձին ճյուղ է համարվում։ Իդեպ մեկ փաստ նշեմ, որ եւ հինդի լեզվում եւ հայերեն լեզվում երկու լեզուներում կան փոխառություններ, ինչն էլ ավելի հանգեցնում է նրան, որ երկու լեզուներում նման բառեր կան։ Օրինակ, ինչպիսի տարածված նման բառեր կան, որոնք հասարակահայացիներին ծանոթ են։ Օրինակ ջեփ բառը գրպան եւ հնդկերենում եւ հայերենում գործածվում է ջեփ բառը, ինչպես նաեւ նավ բառը, նավը հնդկերենում փոքր նավակի մասին է խոսքը, բայց նորից նույն իմաստը ունի։ Պանիր բառը, հազար, գազար, հնդկերենում մի փոքր հնչյունաբանությունը տարբեր է, գազար, հազար, բայց նույն իմաստը ունեն։ Դուք նաեւ թարգմանություններ եք անում։ Այո։ Մինչ օրս ինչպիսի աշխատանքներ եք իրականացրել, բանաստեղծություններ, թե պատմվածքներ, որն է եղել ձեր հիմնականում ես կատարում եմ իրավաբանական ոլորտի թարգմանություններ։ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից թարգմանել եմ Հնդկաստանում ուսումնառության տարում եւ այլևս գեղարվեստական ստեղծագործություններ չեմ թարգմանել։ Իրականում բարդ է, չէ՞, գեղարվեստականը փոխանցել բնագրի շունչը ընթերցողին տվյալ լեզվով։ Միշտ ինչ-որ մի բան կորչում է։ Այո, համաձայն եմ, յուրաքանչյուր լեզվով, յուրաքանչյուր լեզվից թարգմանություն կատարելիս, բանաստեղծություններ թարգմանելիս հատկապես, կորում է լեզվին բնորոշ որոշակի տարրեր, հնդկերենում եւս կան տարածված արտահայտություններ, փոխաբերություններ, որոնց ուղղակի արժեքները դժվար է գտնել հայերեն լեզվում։ Իսկ այսօր Հայաստանում շատ կան հնդկերեն լեզվի կենտրոններ, որտեղ կարող են մարդիկ գնալ եւ սովորել հնդկերեն։ Այդքան էլ շատ չեն, ցավոք սրտի։ Այս պահին մեր կենտրոնն է, հիմա on-line ենք դասավանդում, հնդկական մշակույթի կենտրոնը, որը հայ-հնդկական բարեկամություն ՀԿ-ի մաս է կազմում եւ մեզ մոտ հինդի դասերը հովանավորվում են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան կողմից։ Եվ ինչպես են ներգրավում ուսանողները, իրենք ինչպես են տեղեկանում եւ հետաքրությունը, քանի տարի է նախ գործում կենտրոնը եւ ուսանողների մոտ հետաքրությունը ինչպես է դրսևորվում հնդկերի նկատմամբ հայ ուսանողների։ Հայ-հնդկական բարեկամություն ՀԿ-ն գործում է 10 տարուց ավել, սակայն կենտրոնը բացվեց 2019 թվականին եւ հինդի լեզուն դասավանդեցինք հենց 2019 թվականից։ Ուսանողները հիմնականում անձնական նպատակներով են ցանկանում սովորել հինդի լեզուն, ցանկանում են նոր ընկերներ ձեռք բերել հնդիկ եւ նաեւ ամուսնության նպատակով եւս, ինչպես նաեւ աշխատանքի հնարավորությունների ընդլայնման նպատակով ուսումնասիրում են։ Նաև պատմեք ձեր ներգրավվածության Հայաստանում հնդկական համայնքին, իրենց միջոցառումներին մասնակցում եք, ներգրաված եք, ձեզ որն է կան տոնակատարություններ, որոնք ձեզ համար այնքան հարազատ են դարձել, որ դուք ինքներդ էլ մասնակցում եք եւ բավականություն ստանում։ Կարծում եմ ոչ միայն ես, շատ հայեր հետաքրքրված են հնդկական հոլի տոնով, գույների տոնով, որը շատ նման է մեր Վարդավառին, պարզապես հոլիի ժամանակ իրար վերա գույներ են ցողում։ Ես այդ տոնը եւ նաեւ Դիվալին նրանց մոտ որպես նոր տարվա տոն է, այդ երկու տոները շատ եմ սիրում եւ սիրով մասնակցում եմ։ Որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի անդամներ, օրինակ թարգմանություններ կատարելիս հանդիպում եք այնպիսի բառերի կամ հնչյունների, որոնք նույնական են մեր լեզվամտածողությանը։ Այդտեղ կցանկանամ նշել, որ կան նման ասացվածքներ եւ դարձվածքներ եւս նույն իմաստով եւ նույն կառուցվածքով, օրինակ եւ հնդկերենում եւ հայերենում ունենք աչքերը բացվել,
այսինքն ճշմարտությունը իմանալ իմաստով, նույն կառուցվածքով հինդի լեզուն եւս աչքերը բացվել եւ նույն իմաստով դարձվածքը հանդիպում է, կարող են հանդիպել նաեւ դարձվածքներ, որոնք կառուցվածքով նման են, բայց իմաստով տարբեր։ Օրինակ, մեկ աչքով նայել մեզ մոտ հայերենում նշանակում է չհավատալ ինչ-որ մեկի հմտություններին, կարողություններին, կասկածել, սակայն հինդի լեզվում մեկ աչքով նայել դարձվածքը նշանակում է բոլորին հավասար դիտարկել։ Ինչն է հայերին ամենաշատը հետաքրքրում կամ զարմացնում հնդկերեն լեզուն ուսումնասիրելիս։ Հնդկերեն լեզուն ուսումնասիրելիս հայերին առավել զարմացնում է այն, որ Հնդկաստանի տարբեր նահանգներում ավանդույթները տարբեր են, այսինքն այնտեղ տարբերվում են եւ սնունդը, եւ հագուստը, լեզուները եւ նույնիսկ կրոնական ծեսերը։ Թվում է, թե պետք է տարաձայնություններ առաջանային այդ տարբերությունների պատճառով, սակայն կարծում եմ դա Հնդկաստանի առանձնահատկությունն է գլխավոր։ Եվ ինչպես է լեզվի հետ շփումը փոխել ձեր առօրյան, ձեր վերաբերմունքը տվյալ մշակույթի նկատմամբ, կան որոշակի այսպես սովորույթներ, որոնք Հնդկաստանում ընդունված են եւ որոնք կիրառում եք դուք արդեն ձեր կենցաղում։ Այո, իհարկե Հնդկաստանի եւ հինդի լեզվի հետ սերտ կապը փոխել է իմ աշխարհընկալումը, ավելի ընդլայնել է, ես ավելի համբերատար եւ ավելի զգայուն եմ մոտենում այլ երկրների ավանդույթներին, այլ մարդկանց սովորույթներին։ Հնդկաստանից սովորել եմ նաեւ փոքրերի հետ դուքով խոսել։ Մեզ մոտ այո, դա ընդունված չէ։ Այո, ես չգիտեի օրինակ, որ Հնդկաստանում փոքրերը դուքով են խոսում։ Մենք եւ Հնդկաստանի ժողովուրդը շատ նմանություններ ունենք։ Որոշ նահանգներում նաեւ ավելի տաքարյուն են ինչպես հայերը, բայց մեծամասամբ հնդիկները ավելի հանգիստ բնավորություն ունեն։ Հնդիկները հայերի նման եւս հյուրասեր են։ Շատ ենք խոսում հայերի հյուրասիրությունից, բայց հնդիկների հյուրասիրությունը եւս գովասանքի արժանի է։ Ինչպիսի տարածված կարծրատիպեր կան, հա, մեր շրջապատում, որ երբեմն լսում ենք ու բարկանում, երբ որ հնդիկների մասին խոսելիս ինչ որ պիտակավորումներ են տալիս եւ այլն։ Ձեզ որպես այդ լեզվին տիրապետող հնդկական մշակույթի հետ սերտ կապեր ունեցող անձնավորություն արդյոք վրթովեցնում է եւ ինչպես եք արձագանքում, երբ որ սխալ թյուր կարծիքներ եք լսում։ Իսկապես Հայաստանում շատ են պիտակավորում Հնդկաստանի ժողովրդին, որը ինձ ցավեցնում է, կարելի ասել, որովհետև երկար տարիներ նրանց հետ լինելով կապի մեջ լեզվի եւ մշակույթի առումով, նրանք դարձել են ինձ համար շատ հարազատ, իսկապես պիտակավորումներ կան, որոնց մասին չէի ցանկանա խոսել, բայց ցանկալի կլինի, որ այդ պիտակավորումները արդեն դուրս գան մեր ժողովրդի մեջից։ Եվ եթե խոսենք այսպես տարիքային շերտերի մասին, դուք նշեցիք, որ տարբեր տարիքի կան, ամենափոքր տարիքի երեխան քանի տարեկան է եղել, որ սկսել է ուսումնասիրել հնդկերեն եւ արդյոք հեշտ է ավելի փոքր տարիքում սովորել այս լեզուն, թե ցանկացած տարիքում, եթե կա ցանկություն, կարող ես ընկալել, հեշտ սովորել։ Իմ փոքրիկ աշակերտները եղել են երևի թե ամենափոքր եղել է 7 տարեկան, սկսեց սովորել, սկզբում դժվար էր թվում, բայց լեզուն ճանաչելով սկսեցին ավելի սիրել փոքրիկները եւ հետաքրքրությունը էլ ավելի մեծացավ, հիմա նրանք են ողջավորված սպասում, թե երբ ենք նոր հանձնարարություններ ունենալու եւ նրանք են առաջարկում, որ սկսեն արդեն դասերը պատմել։ Կարծում եմ, այո, եթե կա սեր ցանկացած լեզվի նկատմամբ, սովորելը խոչընդոտ չի կարող լինել։ Եվ ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին կամ թեկուզ դպրոցականներին, ովքեր վախենում են փորձել սովորել ոչ ստանդարտ լեզուներ եւ քիչ այսպես կիրառելի լեզուներ։ Երիտասարդներին խորհուրդ կտամ, որ չվախենան հետամուտ լինել իրենց հետաքրքրություններին, որովհետև հազվադեպ լեզուներ ընտրելը կամ ոչ ստանդարտ մասնագիտություններ ընտրելը կարող է նրանց համար բացել նոր հետաքրքիր աշխարհ, որը բացահայտված չէ դեռևս ուրիշների համար։ Նաև նոր հեռանկարներ։ Այո, իհարկե։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ հանրամատչելի զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։